Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Մեր այսօրվա թողարկումը լինելու է դեքսալգին դեղամիջոցի մասին։ Բոլորս էլ գիտենք, որ դեքսալգինը համարյա թե բոլորիս տներում, դեղատուփերում դարակի մեջ դրված է եւ համարվում է ամենաառաջնային դեղամիջոցներից, երբ մարդու մոտ լինում է գլխացավ ու նմանատիպ շատ այլ տեսակի ցավեր։ Իզուր չի, որ ես տեսանյութի վերնագիրը գրել եմ դեքսալգին հրաշք ցավազրկող, դա իրոք այդպես է, ես ինքս էլ, երբ ունենում եմ գլխացավեր, միայն խմում եմ դեքսալգինի փոշի տարբերակը, որովհետև ցավազրկման ազդեցությունը դեքսալգինի ինձ մոտ հասունանում է հաշված րոպեների ընթացքում։ Ամենալավ ցավազրկողն է ինքս ինձ համար, ես այդպես եմ կարծում, չնայած շատ մարդիկ կան, որ իմ կարծիքը կիսում են, եւ հատկապես դեքսալգինի դեղափոշի տարբերակը, փոշի դեղաձևը ամենաշատ վաճառվող դեղերից է համարվում Հայաստանի դեղատներում։ Երևի թե չի գտնվի այնպիսի դեղատուն, որ օրվա մեջ գոնե մեկ անգամ, չնայած մեկը շատ քիչ թիվ եմ ասում, մեկ անգամ դեքսալգին վաճառած չլինի, սա ուղղակի անհնար է։ Դե ինչպես արդեն ասացի, դեքսալգինը մի անգամ չի, որ ապացուցել է իր արդյունավետությունը մարդու օրգանիզմի վրա։ Իսկ հիմա պատմեմ ձեզ դեղամիջոցի մասին։ Եվ այսպես սիրելի հետևորդներ, դեքսալգին, ազդող նյութը դեքսկետոպրոֆեն, թողարկվում է հաբերի, փոշու եւ ներարկման ձևով։ Դեքսալգինը պատկանում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների խմբին։ Ունի ցավազրկող հակաբորբոքային ազդեցություն։ Ցավազրկման ազդեցությունը հաբերի դեպքում հասունանում է մոտավորապես 40 րոպեի ընթացքում, իսկ փոշու ընդունման դեպքում դեքսալգինի ցավազրկման ազդեցությունը հասունանում է հաշված րոպեների ընթացքում։ Դեքսալգինը ըստ դեղի ներդիր թերթիկի գրված է հստակ, որ ցուցված է միջին եւ թեթև ինտենսիվության ցավերի դեպքում, ինչպիսիք են գլխացավը, մկանացավը, ողնաշարի հատվածում երբեմն ոսկրային հոդային ցավերը, ողնաշարի հետ կապված խնդիրների, տարատեսակ խնդիրների դեպքում, ատամնացավը եւ այլն, սակայն երկար տարիների աշխատանքի եւ ձեռք բերված փորձի արդյունքում ես շատ եմ ականատես եղել, երբ դեղատոմսի մեջ հիվանդը, ասենք, եղել է օնկոհիվանդ կամ ինչ որ այլ կարգի հիվանդություններ ունեցել, որ հիվանդությունը ուղեկցվել է հենց ցավով, առաջին ու երկրորդ ընտրության դեղ ընտրել է դեքսալգինը տվյալ բժիշկը, շատ եմ տեսել, որ օրինակ դեղատոմսերի մեջ գրված է ենթադրենք ինչ որ X դեղամիջոց ցավազրկող չօգնելու դեպքում փոխարինել դեքսալգինով։ Ինքս նմանատիպ դեղատոմսեր շատ եմ տեսել եւ պետք է ասեմ, որ շատ հիվանդներ ու պացիենտներ են եղել դեղատներում, չնայած ես տարբեր դեղատներում եմ աշխատել եւ հիմա էլ աշխատում եմ, որ իրենց համար դեքսալգին ցավազրկողից բացի ուրիշ ցավազրկող ոչ ուզում են խմել, ոչ էլ ուզում են որ երբևէ ինչ որ մի բան լսել, երբ ուզում ես որևէ խորհուրդ տալ, որովհետև այս դեղամիջոցը այնքան լավ է ազդում մարդու օրգանիզմի վրա, հատկապես մեր ազգաբնակչության մոտ փոշին իհարկե դեքսալգինի, որ մարդիկ էլ ուրիշ ցավազրկող չեն ուզում ընդունել։ Ինքս էլ ասեմ, ես ինքս երբ որ ժամանակ առ ժամանակ ծանրաբեռնված գրաֆիկ ունենալով, շատ աշխատելով կամ շատ կարդալով եւ ինչ որ այլ աշխատանք անելով, եթե ես շատ եմ հոգնում, ինձ մոտ առաջանում է գլխացավ, սովորական գլխացավ, որի դեպքում ինձ օգնության է հասնում միայն դեքսալգինի փոշին։ Ես ինքս ուրիշ ոչ մի ցավազրկող աշխատում եմ չխմեմ։ Իմ առաջնային լավագույն ընկերը գլխացավի ժամանակ հենց լինում է դեքսալգինի փոշին։ Դեքսալգինը, սիրելի հետևորդներ, բացի գլխացավի դեպքում աշխատելուց, նաև շատ լավ ցավազրկող ազդեցություն ունի մկանային ցավերի դեպքում, թույլատրվում է դաշտանային ցավերի ժամանակ, երբ ինտենսիվությունը ցավի բավականին բարձր է լինում, կինը կամ աղջիկը նույնիսկ չի կարողանում տեղից շարժվել, այնքան ուժեղ են լինում այդ ցիկլի ցավերը, դեքսալգինը հրաշալի կերպով ազդում է։ Ցուցված է նաև ատամի ցավի դեպքում։ Ինչպես շատ դեղեր ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, այնպես էլ դեքսալգինը ունի եւ հակացություններ եւ կողմնակի երևույթներ եւ դեղ փոխազդեցություններ։ Օրինակ հակացուցված է մինչև 18 տարեկան երեխաներին։ Խորհուրդ չի տրվում դեքսալգինի ընդունումը, որովհետեւ մինչև 18 տարեկան երեխաներին կան այլ ցավազրկող դեղամիջոցներ, որոնք կիրառելի են եւ թույլատրելի են։ Դեքսալգինը խորհուրդ չի տրվում ընդունել ուրեմն կերակրող մայրերին, եթե կրծքով են կերակրում, եւ հղիության վերջին եռամսյակում գտնվողներին։
Սակայն եթե եղել են դեպքեր կամ կան այդպիսի դեպքեր, ես չգիտեմ, եթե ձեզ բժիշկը նման դեպքում նշանակել է դեքսալգինի ցավազրկող, ապա բացատրությունը պետք է մենակ ինքը տա, իրեն կարող եք դիմել, այստեղ տեղատունը անզոր է որևէ բան անել, որովհետև եթե բժիշկն է նշանակում, ուրեմն կարծում եմ, որ ցանկացած բժիշկ տեղ նշանակելու ժամանակ նաև կարող է դրա բացատրությունը տալ, թե ինչու է հենց այդ տեղը նշանակում։ Այս հարցով կարող եք դիմել միմիայն ձեզ բուժող բժշկին։ Սիրելի հետևորդներ, ուրեմն դեքսալգինի հետ կապած մի շատ կարևոր ցուցում տամ ձեզ, որը նաև գրված է դեղի ներդիր թերթիկում։ Ուրեմն դեքսալգինը ուշադիր լսեք, որ հետո ես նորից նույն հարցին չանդրադառնամ։ Դեքսալգինը խորհուրդ չի տրվում ընդունել միաժամանակ, շեշտում եմ, ոչ թե չի կարելի ընդունել, կարելի է, պարզապես խորհուրդ չի տրվում ընդունել միաժամանակ հետևյալ դեղերի դեպքում՝ վարֆարին, հեպարին, ացետիլ սալիցիլատ 2 եւ մեթոտրեքսատ։ Եթե նույնիսկ նման կարգի դեղեր եք դուք օգտագործում, որոնց անունները ես արդեն ցիտեցի, եթե ուզում եք խմել դեքսալգինը որպես ցավազրկող միջոց, հարցնում եք միայն ձեր բուժող բժշկին։ Կրկնում եմ, միայն ձեր բուժող բժշկին, ուրիշ ոչ մեկին։ Նորից եմ ասում, որովհետև մեր ժողովուրդը շատ է սիրում, որ ես անընդհատ կրկնվում եմ, որպեսզի ես անընդհատ չկրկնվեմ, երկու անգամ եմ արդեն ստիպված ասում, որ եթե նմանատիպ դեղեր եք խմում, դեղի ներդիր թերթիկի մեջ հստակ գրվում է, որ դեքսալգինը խորհուրդ չի տրվում խմել միաժամանակ այս դեղերի հետ։ Եթե նմանատիպ դեղեր եք խմում, գոնե ինտերվալը պահեք 4, 5, նույնիսկ 6 ժամ։ Իհարկե, էլի եմ ասում, հարցրեք բացառապես ձեր բժշկին, ուրիշ ոչ մեկի պատասխանի ներքո չշարժվեք։ Եթե դուք խմում եք ացետիլ սալիցիլատ 2, բոլորիդ հայտնի ասպիրինն, եթե դուք խմում եք վարֆարին, օգտագործում եք հեպարին կամ մեթոտրեքսատ։ Սիրելի հետևորդներ, նաև խորհուրդ է տրվում պահպանել զգուշություն, եթե դուք խմում եք շաքարի մի դեղամիջոց կա, որը կոչվում է գլիբենկլամիդ, եթե այս դեղամիջոցն եք խմում, խորհուրդ է տրվում նաև պահպանել զգուշություն, եթե դուք ընդունում եք զարկերակային ճնշումը իջեցնող կարգավորող դեղամիջոցներ, էլի դեքսալգինը որպես ցավազրկող ընդունելուց առաջ խորհրդակցում եք ձեր բժշկի հետ։ Սա շատ կարևոր է։ Ես կարծում եմ, եթե կարևոր չլիներ, դեղի ներդիր թերթիկում այս ինֆորմացիան հստակ գրված չէր լինի։ Դեքսալգինի ընդունման կարգը հետևյալն է, սիրելի հետևորդներ։ Եթե դուք օգտագործում եք դեքսալգինի հապը, թույլատրվում է օրական մինչև 3 անգամ, յուրաքանչյուր 6-ից 8 ժամը մեկ ուտելուց 30 րոպե առաջ։ Սակայն չի թույլատրվում օրական չափաբաժինը գերազանցել, այսինքն եթե դեքսալգինը թույլատրվում է օրական 3 հապ, չի կարելի 3 հապը գերազանցել։ Դեքսալգինի փոշին ընդունում եք դարձյալ օրական մինչև 3, մաքսիմում 4 անգամ։ 4-րդ անգամը էլի բժշկի ցուցումով է, եթե ձեր մոտ ցավերը շատ սաստիկ ու շատ ուժեղ են։ Մաքսիմալը թույլատրվում է 3 անգամ, մնացած բոլոր դեպքերում էլի ուտելուց 30 րոպե առաջ, իսկ փոշին բոլորդ էլ գիտեք, որ պետք է բացել ջրով, ոչ շատ սառը, ոչ շատ տաք, գոլ վիճակում եւ խմել ուտելուց 30 րոպե առաջ։ Դեքսալգինի մասին ինֆորմացիան այսքանն էր, սիրելի հետևորդներ։ Ես վերջում եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ եթե դուք ուզում եք ցավազրկող ունենալ ձեր դեղատուփում, ապա իմացած եղեք, որ դեքսալգինի հատկապես դեղափոշին, որը հաշված րոպեների ընթացքում հիանալի էֆեկտ է թողնում օրգանիզմի վրա, ցուցված է եւ կարելի է կիրառել։ Սիրելի հետևորդներ, ինչպես շատ դեղեր, այնպես էլ դեքսալգինը բնականաբար ունի նաև կողմնակի երևույթներ։ Սակայն ես չեմ ուզում կողմնակի երևույթները հերթով թվարկել, որովհետև նախ կամ առաջանում է 10-ից 1-ի մոտ, կամ 100-ից 1-ի, կամ 1000-ից 1-ի մոտ, բացի այդ էլ փորձը ցույց է տվել, որ դեքսալգինի ուրեմն թերապևտիկ ազդեցությունը օրգանիզմի վրա, ցավազրկման եւ հակաբորբոքային ազդեցությունը այնքան լավ է արտացոլվում օրգանիզմի վրա, որ կողմնակի երևույթները ինձ թվում է հասցված են մինիմումի։ Օրինակ, 10-ից 1-ի մոտ կարող է լինել, ասենք, սրտխառնոց, 100-ից 1-ի մոտ կարող է լինել գլխապրտույտ, 1000-ից 1-ի մոտ ենթադրենք կարող է լինել, ասենք, սրտխփոց։ Չնայած չեմ կարծում, որ բանը հասնի դրան, որովհետև
Ես ինքս ականատես չեմ եղել այնպիսի բողոքների, որ մարդիկ կան ու դեքսալգինից բողոք են։ Հավատացած եղեք, չի եղել նման բան, չեմ չափազանցնում, իրոք անկեղծ եմ ասում եւ հավատացեք ճիշտ եմ ասում, չեմ լսել երբևէ հաճախորդներից, որ կան ու դեքսալգինից բողոք են։ Եղել են շատ ցավազրկողներ, որ եկել են դեղատուն, ասել են այսինչ դեղը բատներ չենք ուզում այլևս օգտագործել, բայց դեքսալգինի մասին բողոք ես ինքս այսքան ժամանակ անձամբ չեմ լսել։ Էնպես որ հանգիստ կարող եք լինել այս դեղի հետ կապված ու միշտ ունենալ իրեն ձեր դեղատուփում։ Լավ մնացեք սիրելի հետևորդներ, իսկ մենք կհանդիպենք էսթետիկ բժշկության հաղորդաշարի շրջանակներում։ Շնորհակալ եմ բոլորիցս ձեր մեկնաբանությունների, լայքերի ու բաժանորդագրության համար։